Երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքներ չեն լինելու, այսպիսի խոստում լսել են գրեթե բոլոր համապետական ընտրություններում, մինչդեռ այսօր Սպիտակի ավերիչ երկրաշարժից 30 տարի անց փաստ է, որ բազմաթիվ ընտանիքներ դեռ ապրում են տնակներում։ Այս պահին Գյումրիում 2300 ընտանիք, մոտ 10,000 անօթևան կա, գրում է Առավոտը։ Բարի օր, եթերում օրագիրն է։ Այս քարոզարշավով պայմանավորված մամուլի նորությունները քննարկում ենք քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ եւ այսօր այս շարքից իմ վերջին հաղորդումը կլինի։ Մինչև հյուրից ներկայացնելը տեսնենք, թե ինչ են գրում թերթերը առաջին էջերին։ Հայաստան գործուղված ԵԱՀԿ միգդիտորդները վերջին օրերին ինտենսիվ հանդիպում են падգամավորության ընդդիմադիր թեկնածուների հետ։ Հրապարակը գրում է, որ հանրապետականները հատորներով նյութեր են տրամադրում եվրոպացի գործընկերներին, որոնք կարող են թանկ նստել Հայաստանի իշխանության հեղինակության վրա։ Մասնավորապես փաստեր են ներկայացնում իրենց նկատմամբ ճնշումների, մարդկանց վախեցնելու, տարածքներում վախի մթնոլորտ հաստատելու, նոր իշխանությունների կողմից տարվող գործողությունների վերաբերյալ։ Ընտրության հաջորդ օրը ԺՄԻԳ-ը կներկայացնի նախնական զեկույցը, իսկ դիտորդական առաքելության վերջնական զեկույցը կհրապարակվի մոտ 2 ամիս անց, նշում է թերթն ու ներկայացնում հանրապետականի թեկնածու Մուրադ Մուրադյանի խոսքը։ Այո, ամեն ինչ պատմել եմ այս վախի մթնոլորտի մասին, ասել եմ մարզպետը սաղին վախեցնում է, իր շտաբում ամբողջ օրն իրար խփում են, հիմա մեր մոտ անեին սաղին հավաքել տարել էին, երևի բաց էլ չթողնեին, բայց հիմա կտեսնենք իրենցից ում են բռնում, ինչ են անում։ 168-ը գրում է դիվանագիտական մեր աղբյուրները տեղեկացնում են, որ վերջին շրջանում Ֆրանսիան սկսել է հատուկ հետաքրքրություն ցուցաբերել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի նկատմամբ։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը սկսել է տեղեկություններ հավաքել գործի մանրամասների վերաբերյալ, իսկ նախորդին Փարիզից Երևան է ժամանել հեղինակավոր Le Monde պարբերականի մի լրագրող, որը 1 ժամից ավելի տևած հանդիպում հարցազրույց է անցկացրել երկրորդ նախագահի հետ, գրում է Կայքն ու հավելում։ Հատկանշական է, որ դա տեղի է ունենում Վերաքննիչ դատարանի որոշումից 1 օր առաջ։ Տալ պրծնելու բախտին էլ պետք է արժանանալ, գրում է Հրապարակը, հիշեցնելով Փաշինյանի նախընտրական հայտարարությունը, թե մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանը Ծաղկաձորի իր Golden Palace հյուրանոցը նվիրում է պետությանը, ակնկալելով հանրային որոշակի վերաբերմունք։ Օրինակ Սամվել Մայրապետյանը գոհ կլիներ, եթե իրենից իր անշարժ գույքի մի մասը վերցնեին, բայց քրեական հետապնդման մարմինները, որոնք նրան մեղադրում են կաշառք ստանալուն, օժանդակելուն, բոլորովին այլ ակնկալիք ունեն Մայրապետյանից, որ նա ցուցմունք տա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Մեր տեղեկություններով Մայրապետյանի նկատմամբ հանրային որոշակի վերաբերմունք չի ցուցաբերվելու, իսկ օրերս էլ նրան նկատմամբ կալանքի ժամկետը 2 ամսով երկարացվեց, չնայած առողջական խնդիրների եւ հայկական երկրորդ հեռուստաընկերության կոլեկտիվի բազմաթիվ դիմումներին, գրում է Հրապարակը։ Շարունակում ենք թողարկումը իմ հյուրը Բարգավաճ Հայաստան կուսակցության համամասնական ցուցակում 7-րդ հորիզոնականում գտնվող եւ նաեւ ռեյտինգային տեխնացու Վահե Էնֆիաջյանն է։ Շնորհակալ եմ իմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Եվ բնականաբար քարոզարշավի վերջին օրն է, վաղն արդեն լրության օր է, փորձենք ամփոփել քարոզարշավը։ Ես մի փոքրիկ դիտարկում կարդամ, թերթերն են ամփոփում որոշակիորեն քարոզարշավը։ Առավոտ օրաթերթի հետ զրույցում Արա Նեդոլյանը կարծիք է հայտնել հրապարակախոս, որ 5 կուսակցությունները Հանրապետականը, Դաշնակցությունը, Բարգավաճը այսպես սպասելիորեն չեն ներկայացրել նոր թարմ մտքեր, նոր ասելիք եւ նշվում է մասնավորապես սպառվել է նաեւ Գագիկ Ծառուկյանի ասելիքը եւ մի փոքր այսպես նորի փնտրտուք է նկատվում, կարծիք է հայտնել Արա Նեդոլյանը։ Դուք խնդրեմ ամփոփենք կարճ եւ անդրադառնալ այդ կարծիքի հետ համամիտ չեմ, բայց միջև անդրադառնալ այդ կարծիքին պետք է ասեմ ցավոք սրտի նախորդ ծեր հղումին, նաեւ ես ինքս հղում անելով, որ 30 տարի անց Շիրակի մարզում, հատկապես Գյումրի
քաղաքում մենք այնուամենայնիվ ունենք հազարավոր մարդիկ, ովքեր ապրում են տնակներում եւ ի վերջո 30 տարի անց կարողանում ենք արձանագրել այն վատ փաստը, որ այնուամենայնիվ բնակարանաշինական այդ լայնածավալ աշխատանքները եւ ծրագրերը չկարողացան իրականացնել եւ փառք Աստծո, որ տարիներ շարունակ նաեւ գտնվել են մարդիկ, ովքեր իրենց անձնական միջոցները հատկացրել են, ջանքեր են գործադրել, որպեսզի մեղմեն իրավիճակը դեպի լավը փոխեն, մասնավորապես խոսքը գնում է Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի մասով, որ յուրաքանչյուր տարի բազմաթիվ ծրագրեր եւ խոշոր ներդրումներ իրականացնել, որպեսզի խնդիրը լուծվի։ Հիմա հղման հետ կապված պետք է ասեմ, թեթևակիորեն նկատվում է, բայց նորի փնտրտուկը առհասարակ մշտապես կա, մարդկությունը միշտ ձգտում է լավին, նորին եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը իրոք նոր ծրագրեր է ներկայացրել, կադրային նոր ներուժով է հանդես գալիս նաեւ եւ սա այն լավագույն երաշխիքներն են, որ մենք կարողանալու ենք փոփոխություններ արձանագրել եւ պատկերացրեք անընդհատ նորի մասին խոսել, փորձառության մասին չխոսել եւ իրական ներդրումների, իրական հնարավորությունների մասին չխոսել եւ խոսել ինչ որ մեկի անհասկանալի եւ անհիմն կարծիքի մասին անտեղի եմ համարում, որովհետեւ մեր երկրում անհրաժեշտ են իրական ծրագրեր, իրական սոցիալական իրավիճակի փոփոխության գործողություններ, տնտեսական ներդրումներ, որի հետ կապված հենց լավագույնս, քանի որ անձնավորված նաեւ ներկայացվել է, անձնավորված էլ ասեմ իրականացրել է Գագիկ Ծառուկյանը։ Դրան որպես վերջին փաստ պետք է նաեւ այսել ասեմ, որպեսզի օրինակ էլ լինի, Քուվեյթի շեյխն էր, որը ժամանել էր Հայաստան եւ իր պատրաստակամությունը եւս մեկ անգամ հայտնեց, որ պատրաստ է լայնածավալ ներդրումներ իրականացնել Հայաստանում, ներդրումների մասով աշխատատեղեր ստեղծելու եւ նոր բիզնես հեռանկարներ բացելու առումով։ Հասկանալի է ձեր մոտեցումը եւ ամփոփենք այս երկու շաբաթը ինչ արձանագրեցինք, որովհետեւ եւ մամուլը եւ փորձագետները եւ նաեւ մենք բոլորս նկատեցինք, որ կարծես թե ընտրապայքարի ելած ուժերը այսպես երկու բևեռի էին բաժանվել, սև ու սպիտակ ԿՊ հանրապետական այդ հերակաբանավեճը եւ մնացած բոլոր ուժերը, որոնք ինչ որ առումով նաեւ ստվերվել էին։ Բանավեճերի մշակույթը ես կարծում եմ Հայաստանում նոր զարթոնք է ապրում եւ բանավեճերի ընթացքում մենք տեսանք բավականաչափ ակտիվություն եւ խորհրդարանական ուժի ներկայացուցիչներ եւ արտախորհրդարանական ուժի ներկայացուցիչների ես նկատի ունեմ այն փոխհրաձգությունը, որ մենք տեսանք եւ մյուս բոլոր ուժերը, մյուս բոլոր 9 ուժերը, որոնք կարծես թե մյուս բևերն էին։ Փոխհրաձգություն կլինի, պատասխան տալու կամ չտալու հանգամանքը կլինի մեր քաղաքական ուժի համար որովիցե գործողություն, այդ թվում նաև պատասխաններ ինքնանպատակ չեն եղել եւ չեն լինելու։ Մենք եթե գտնում ենք որովիցե մեկ անձի կամ քաղաքական ուժի պետք է մեր դիրքորոշումը հայտնենք եւ պատասխանը տանք, մենք տալիս ենք միշտ համարժեք։ Եթե պետք է լինում կոշտ, տալիս ենք կոշտ, եթե բանրաժեշտ է վերլուծել կամ պարզաբանել, համապատասխան դիրքերից ենք մենք հանդես գալիս։ Հիմա քարոզարշավի մասով այնուամենայնիվ գտնում եմ, որ ժամանակատվածը բավականաչափ չէր, որպեսզի կարողանայինք ամբողջ Հայաստանի քաղաքներով, գյուղական համայնքներով, մայրաքաղաք Երևանի բոլոր վարչական շրջանների բոլոր բակերով շրջենք եւ ներկայացնենք մեր ծրագրերը, մեր քաղաքական թիմը, որովհետեւ իրոք այն ծրագիրը, որը մենք ենք ներկայացնում, մեր երկրում ստեղծված իրավիճակը կարող է փոխել եւ պատահական չէ, որ մենք հենց այս կարգախոսով ենք հանդես գալի, որ ժամանակն է տնտեսական հեղափոխության, որովհետեւ քաղաքական իրողությունները այլևս Հայաստանի Հանրապետությունում այլ են եւ պետք է մենք կարողանանք նաեւ տնտեսական փոփոխություններ արձանագրել։ Եվ ձեր կուսակցության ներկայացուցիչը հարցազրույց էր տվել Փաստորաթերթին Վարուժան Բաբաջանյանը նշել է, որ մարդիկ դեռևս սովոր են ընտրություն կատարել առաջնորդվելով խնամի ծանոթ բարեկամ ինստիտուտով, ըստ նրա իրական ժողովրդավարական ընտրությունները դեռ չեն լինի դասական իմաստով, որովհետև քարոզարշավի ընթացքը դա ցույց է տալիս եւ հույս է հայտնում, որ արդեն հաջորդ ընտրությունները ավելի քաղաքական կլինեն։ Դուք ինչ եք արձանագրել ձեր շփումների ընթացքում այս ԽԾԲ-ն, հա, ով ծանոթն է, ով բարեկամն է, նրան ընտրել հատկապես ռեյտինգային տեխնացուների մասով։ Այնպեսին է, որ ծանոթ բարեկամ գործունը կարծում եմ կազդի, բայց դա պետք չի նաև քաղաքական գնահատականի ենթատեքստում տեսնել, որովհետև միգուցե նաև այն մարդիկ, ովքեր տեխնացուին ավելի լավ են ծանոթ եւ կարողանում են ավելի լավ վստահել այդ ծանոթին, ընդ որում եկեք մի բան էլ հասկանանք, որ նոր իրողությունները, նաև նոր հնարավորություններ եւ նոր պայմաններ են առաջադրում, այլևս մարդիկ չեն ուզում տեսնել դաշտում կաշառակերների, մարդկանց, ովքեր պետական միջոցները
ոչ արդյունավետ են ծախսել եւ կառավարել։ Մարդիկ, ովքեր իրենց անցած ճանապարհով բարի համբավ չեն ձեռք բերել, մարդիկ, ովքեր ամբողջ ուղղակի իրենց կյանքի ընթացքում որովհետեւ բարիք չեն ստեղծել։ Մարդիկ իրոք ուզում են նոր փոփոխություններ, նոր որակներ եւ լավագույնս հնարավորությունը կա, բոլոր նախադրյալները կա, որովհետեւ մեկը կաշկանդված չէ իր քվեն տալու այս կամ այն քաղաքական ուժի եւ ակնկալելով, որ այս կամ այն քաղաքական ուժի ներկայացուցիչը եւ քաղաքական ուժը իր պատկերացրած ծրագրերը ի վերջո պետք է իրականացնի։ Ինքս առաջադրվել եմ 4-րդ ընտրատարածքում, որը որ իր մեջ ներառում է Կենտրոն, Էրեբունի, Նորք Մարաշ եւ Նուբարաշեն վարչական շրջանները։ Այս օրերի ընթացքում առավելագույնս փորձել եմ մարդկանց հետ անմիջական կապի մեջ լինել, իմ խոսքը, իմ ծրագիրը ներկայացնել, մեր քաղաքական թիմի ծրագիրը 36 կետից բաղկացած ներկայացնել եւ ակնկալում եմ նաեւ այդ վարչական շրջաններում բնակվող քաղաքացիների վստահության քվեն եւ պատահական չէ, որ մենք ընտրել ենք կարգախոս, հավատա, վստահիր եւ պահանջիր։ Եվ ամբողջ քարոզարշավի ընթացքում մամուլի ցավով արձանագրում եմ ներողություն, քանի որ տարածքի մասին խոսեցի, չեմ կարող նաեւ չանդրադառնալ մի քանի առանցքային հարցերի, ընդ որում 30 տարի անց մենք մատնանշում ենք, որ Շիրակի մարզում դեռևս աղետի հետևանքները վերացված չեն եւ սպիացած վերքը չեն կարողանում այնուամենայնիվ հաղթահարել թե հոգեբանորեն, թե տեսանելի դաշտում, բայց միևնույն ժամանակ պետք է արձանագրենք նույնիսկ մայրաքաղաք Երևանում մենք ունենք թաղամասեր, որի տարածքները նման են նույն կերպ աղետի գոտու։ Խոսքը գնում է Կոնտ թաղամասի մասին, խոսքը գնում է Նորագյուղ թաղամասի մասին, նույն Էրեբունի վարչական շրջանում, եթե առանձնացնենք Վարդաշենի տարածքում, ունենք երկու հանրակացարան հայտնի ինչի հետ կապված ծրագրեր ենք արդեն ես մշակի եւ ապագայում հուսով ենք, որ խնդիրը դրական լուծում կստանա։ Այս իրավիճակը մենք պետք է կարողանանք լուծում տալ եւ լուծում տալուց պետք է խոսեն այն քաղաքական ուժի ներկայացուցիչները, որոնք որ իրենց անցած ճանապարհով կոնկրետ գործեր են արել։ Իսկ մենք ասում ենք մեր խոսքը գործ է։ Ես չեմ կարող այս հարցը չուղղել, որովհետեւ այն ուղղում եմ բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին։ Մամուլը այս երկու շաբաթների ընթացքում անընդհատ գրել է հատկապես գյուղական համայնքներում վարչական լծակի կիրառման մասին ու ոչ միայն գյուղապետերի կողմից, մարզպետերի անուններ են եղել մամուլում, բնականաբար դուք էլ ծանոթ եք այս մասով, զրույցը շարունակենք այլ նորություններին ծանոթանալուց հետո։ Առավոտ AM-ի հետ զրույցում անդրադառնալով Դավիթ Շահնազարյանի հայտարարությանը, որ նոր իշխանությունները պատրաստ են Արցախը հանձնել, Արցախի խորհրդարանի ընդդիմադիր падգամավոր շարժում 88 խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանն ասել է. «Մտահոգ լինելը վատ չէ, բայց չեմ կարծում, որ հայ իրականության մեջ կարող է լինել ինչ-որ մեկը, որ կգնա նման քայլի։ Ղարաբաղի հարցի լուծման ոչ հայանպաստ տարբերակը ոչ միայն Ղարաբաղի, այլև հայ էթնոսի համար է ճակատագրական լինելու»։ Падգամավորն ընդգծել է, որ վերջին մի քանի ամիսներին Ադրբեջանը առաջնագծում ակտիվորեն կատարում է ինժեներական աշխատանքներ եւ դրանից պետք է անհրաժեշտ հետեւություններ անել։ Ես չեմ հավատում Դուշանբեի պայմանավորվածության արդյունավետությանը, ինչպես թե վերելակում պատահաբար հանդիպել են եւ ասել վերջ խաղաղություն է։ Ինչ է նախորդ 20-30 տարիներին վերելակ չկար, որ մտնեին, դուրս գային եւ խաղաղություն հաստատվեր, շեշտել է նա։ ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևի կարծիքով յուրաքանչյուր օպերատիվ կապի միջոց որևէ երաշխիք չի կարող դառնալ Արցախի անվտանգության համար։ Իրավունքին վերլուծաբանն ասել է, որ անվտանգության երաշխիք կարող էր լինել ոչ թե օպերատիվ կապը, այլ ծանր զինատեսակների հեռացումը սահմանից անհրաժեշտ հեռավորության վրա, ինչը պետք է ֆիքսվի դիտորդների կողմից։ Ըստ Եվսեևի, Արցախի շուրջ իրավիճակը ծայրահեղ բարդ է։ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական գործողությունների վերսկսման։ Առնվազն այդ մասին է փաստում այն, որ նրանք ընդունում են օրենքներ, որոնք լիովին հարմարեցված են պատերազմական իրավիճակին։ Բացի այս, Ադրբեջանը շարունակում է ժամանակակից զինտեխնիկայի գնման գործընթացը։ Հերթին ասել է վերլուծաբանը, հավելելով, որ չպետք է մոռանալ նաև Նախիջևանի ուղղությունը, որտեղ չափազանց ակտիվ է Թուրքիան, որն այնտեղ ռազմական ստորաբաժանումներ ունի։
ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարը կարող է լինել Բելարուսի ներկայացուցիչ, այս մասին հայտարարել է Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Մենք անսպասելիորեն գրեթե ՀԱՊԿ նիստ անցկացրինք եւ սկզբունքորեն որոշեցինք գլխավոր քարտուղարի նշանակման խնդիրը։ Մեջբերում է Առավոտն ու նշում, որ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը հերքել է Լուկաշենկոյի հայտարարությունը։ Սպուտնիկ Արմենիային ասել է. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը լուծված չէ։ ՀԱՊԿ նիստ ընդհանրապես տեղի չի ունեցել, Հայաստանի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է, գրում է թերթը։ Վահե, ես խոսում էի վարչական լծակի հնարավոր կիրառման դեպքերի մասին, ինչի ահազանգերը մենք տեսել ենք մամուլում, դուք այս մասով ինչ կարող եք ասել, ձեր հանդիպումները ինչ են ցույց տվել ընտրողների հետ։ Մենք այս պայդրությամբ ես անձամբ ինքս մեր շտաբերում նման գրանցում որպես արձանագրություն չունենք, որ նման միջադեպ եղել է եւ կարծում եմ դրա դրսեւորումը կարող ենք արձանագրել որպես փաստ հենց ընտրության օրը, երբ որ տեղի կունենա եւ մենք եթե նման փաստ կարձանագրենք, անպայմանորեն դրա մասին կխոսենք եւ եթե կա մամուլում հղում, պետք է բնականաբար, եթե օրենք է խախտվել, պետք է համապատասխան միջոցառումներ ձեռնարկվի, որովհետեւ պարբերաբար ոմանց կողմից կամ մամուլում ինչ-որ հրապարակումներ են տեղի ունենում, փորձում են ստվերել տարբեր գործընթացներ, ի վերջո եկեք հասկանանք, այս ընտրությունները այս կամ այն քաղաքական ուժի միայն հարցը չէ, այս ընտրությունները հարց է Հայաստանի Հանրապետությունը ավելի լավ մթնոլորտ եւ միջավայր ձևավորելու, լեգիտիմ իշխանություն ձևավորելու, արտաքին աշխարհում ավելի վստահ քայլելու եւ ավելի վստահ պահանջներ ներկայացնելու։ Եկեք մենք այս քաղաքական գործընթացին առավելագույնս ջանքեր գործադրենք, որպեսզի վերջում ամսի 10-ին արձանագրենք, որ այո, Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցավ ի վերջո ժողովրդավարական ամենաբարձր նորմերին համապատասխան քաղաքական ընտրություններ։ Եվ Վահե, նախորդին ես Առավոտ AM-ում կարդացի հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ, եթե չեմ սխալվում, դա Շիրակի մարզում էր, դուք ինձ կուղեք, մարզը գուցե ճիշտ չեմ հիշում, Առավոտի լրագրողը նկատել էր, թե ինչպես են քաղաքացիները իրար հրմշտելով փորձում հասնել նամակներ փոխանցել Գագիկ Ծառուկյանին։ Գիտեք ինչի՞ է այդ հանգամանքը, որովհետև ես ուզում եմ անդրադառնալ այն հանգամանքին, որ մարդիկ շարունակում են ընկալել որպես բարեգործ։ Տարբեր ծրագրեր կան, պետական, մասնավոր, բայց Գագիկ Ծառուկյանի հետ մարդիկ հույսեր են կապում եւ վստահ են, որ նրան դիմելով հանդերձ նրանց նամակները անպատասխան չի մնա, նրանց առաջարկությունները անպատասխան չի մնա եւ այս մեծ թույլ տվեք ավարտեմ եւ այս մեծ վստահությունն է մարդկանց ներշնչած եւ այդ մարդիկ վստահ են, քանի որ մշտապես տեսել են, որ այո, ինչ որ մեր կողմից ասվել է, դա իրականություն է դարձել եւ պատահական, կրկնում եմ, չենք ընտրել այդ կարգախոսը, որ մեր խոսքը գործ է եւ մարդիկ մեծ վստահությամբ, մեծ հույսերով հենց գալիս են մեր հետ հանդիպելու եւ քաղաքական առումով էլ հույսերը կապում են հենց մեր քաղաքական թիմի եւ մեր քաղաքական առաջնորդի հետ։ Եվ նույն հոդվածում նաեւ դիտարկում կար, որ հանդիպումից հետո նախընտրական լիմոնադներ են, այսպես ասած, անվճար տրամադրվել հանդիպման մասնակիցներին ու դա էլ է հրմշտոց առաջացրել։ Ամենատարբեր հոդվածներից դուք հղումներ կարող եք անել, հոդվածները իրենց մեջ կյանքի իրականությունը հաճախ չեն ամփոփում եւ չեն ներկայացնում այն ինչ որ տեղի է ունենում եւ կենտրոնանալով, չգիտեմ, ձեր կողմից մատանաշած ինչ-որ լիմոնադների կամ ինչ-որ հրմշտոցի մենք սևեռվում ենք մի խնդրի, որը մեր երկրում կարելի է համարել 10-րդական ներողություն այս արտահայտության համար, բայց դա իրոք այդպես է։ Մենք ունենք երկրում շատ խորը սոցիալական, տնտեսական խնդիրներով, բովանդակությամբ իրավիճակ։ Մենք չենք խոսում այս խնդիրների մասին եւ չենք խոսում հաղթարման մասին, բայց խոսում ենք օրինակ Գյումրիում հրմշտոց է տեղի ունեցել։ Մենք չենք խոսում ծրագրերից, որ մեր քաղաքական ուժի տեսլականը որն է այդ ծրագրերով հանդես գալով ինչ փոփոխություններ պետք է արձանագրենք։ Մենք չենք խոսում ի վերջո հաշվի առնելով, որ այսօր նաեւ դեկտեմբերի 7-ն է, ինչպիսի քաղաքաշինական ծրագրեր ի վերջո հնարավոր է իրականացնել, որ քաղաքական ուժը ինչ ծրագիր է ներկայացնում եւ որ քաղաքական ուժի կողմից ինչ ծրագիրն է իրատեսական, բայց խոսում ենք լիմոնադներից։ Մենք չենք խոսում, որ մեր երկրում ապրում է 1 միլիոն աղքատ մարդ եւ ոնց կարելի է նրանց կենցաղը փոխել։ Մենք չենք խոսում, որ մեր երկրում կա մոտ 1 միլիոն վարկառու եւ նրանց կյանքը շատ վատ վիճակում է գտնվում, բայց խոսում ենք հրմշտոցներից։ Եկեք մենք հիմա ասենք, որ այս ամենի հետ կապված, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը շատ հստակ ծրագրեր ունի։ Մենք այսօրեական էլ ներկայացրել ենք քաղաքաշինական ծրագիր, քանի որ նաեւ քաղաքային
են իշխանությունների առումով մենք կարող ենք այդ ծրագիրը Հասկանալի է ձեր լավագույնս իրականացնել մոտեցումը, այս ընտրական ցիկլում եւ արդեն ընտրություններից հետո որ դիրքերում է դիրքավորվելու, լինելու է ընդդիմություն, թե լինելու է այլ ընտրանք, ինչի փորձը նախորդին ունեցել է։ Ընտրությունները տեղի չեն ունեցել, քանի դեռ մեր երկրի քաղաքացին, մեր ժողովուրդը իր քվեով չի գործուղը խորհրդարան падգամավորների եւ քաղաքական ուժերի եւ այդ համամասնությունը որևիցե մեկին հայտնի չէ, որևիցե մեկը չեմ կարող ասել, որ այսօր տրամաբանորեն կարող է ասել, որ նա հավակնություն ունի ամբողջական իշխանության, կոալիցիոն իշխանության, ընդդիմության կամ այլ ձևակերպումներով հանդես գալուն։ Քանի դեռ տեղի չի ունեցել այս գործընթացը, այդ ամեն ինչի մասին խոսելը պարզապես վաղ է։ Երբ որ որպես իրողություն կարձանագրենք, որ նոր որակներով խորհրդարանական ընտրություններ են տեղի ունեցել եւ ինչ համամասնության, որ մենք ներգրաված կլինենք, այդ համամասնությունը հաշվի առնելով, ներկա իրողությունները հաշվի առնելով, մենք կգումարենք մեր քաղաքական խորհրդի նիստը եւ որոշում կկայացնենք, թե որ դաշտում ենք մեր գործունեությունը ծավալելու։ Ձեր մոտեցումը շնորհակալ եմ մեր շնորհակալ հրավերի համար։ Իսկ ես հաղորդումը եզրափակեմ մի նորություն ընթերցելով հայկական ժամանակից կկրճատվեն բեց 150-ից 160 աշխատող, գրում է հայկական ժամանակը, բարձրավոլտ էլեկտրական ցանցեր ՓԲ-ում ակտիվ աշխատանքներ են իրականացվում, նախատեսվում է 150-ից 160 աշխատակցի կրճատում, հղում է անում էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի խոսքին, այս պահին ամենաակտիվ աշխատանքները արդեն իրականացվում են, նոր տնօրեն է ընտրվել եւ շուտով նաեւ կհաստատվեն հաստիքացուցակները, նշել է նախարարը։ Օրագիրն այսօր այսպիսին էր, կհանդիպենք երեքշաբթի։